Ական 57. Համակարգչային դինոզավրեր։ Դինոզավրերն իբրև իրենց գոյության ապացույց երկրի վրա մասունքներ թողեցին։ Համակարգչային ֆլոպիները նույնպես մասունքներ թողեցին, կիլոբայթանոց քաղցր հիշողությունների մասունքներ։ Office XP, Norton Commander, DirectX 8 Սրանք տերմիններ են, որոնք ծանոթ են միայն այն նախկին երիտասարդներին, որոնք մինչև 2000 թվականը տարբեր մասնավոր խմբակներում եւ հատկապես քոլեջներում անգլ ու կոմպ էին սովորում։ Pentium 1-ը ծանր հեվալով բացում էր ապագայի պատուհանը, որոշ ժամանակ անց լուսավորում հաստափոր մոնիտորը ու ապագան, այսինքն մեզ իրենով անում։ Վիլեն ջան, ներքին մտավախություն ունեմ։ Էս մեր ջահելները տեխնիկումի անունը դրել են քոլեջ, համատարած անգլերեն ու կամպյուտեր են սովորում, լավ տեղ չի տանում։ Լավ էլի սրա աղբորպես վերջացրու, ինչ վատա, թող զարգանան, որ զարգացնեն, հենա թորս արդեն մելա բացել, էդ որնա, դե փոշտի նման բան է էլի։ Սկզբում համացանց հասկացություն չկար, ինտերնետ էր, դանդաղ, հալումաշ անող, քաղաքային հեռախոսի հաշվին ապրող ինտերնետ։ Վերոհիշյալ ֆլոպիները շատ կարճ, հայի նման կարճ հիշողություն ունեին։ Տեսանք ինչ եղավ նրանց հետ։ Պետք է լարենք մեր հիշողությունը ու բայթը բայթի վրա դնելով ամեն ինչ հիշենք։ Այս պատմությունները անցյալի մասին են։ Դա բնավ չի նշանակում, որ ապրենք անցյալով, բայց յուրաքանչյուր ներկա անցյալի շարունակությունն է։ Իսկ հաջողության են հասնում այն մարդիկ ու ազգերը, որոնք ապագան կառուցում են անցյալի սխալները չկրկնելով։ Չեմ հիշում ով, բայց լավ է ասել։ Կարևորի մասին մի փոքր խոսելուց հետո վերադառնանք ակնթարթային հիշողության արխիվը փորփրելու գործընթացին։ Ակնթարթային վիճակախաղեր, ակնթարթային զառ, տո էլ համով լոտո, առողջ լոտո, ընտանեկան, բարի, ավանդույթներով, ուրախ, օգտակար, քաղցր, կայուն։ Բազմանուն հեռուստալոտոներ, որոնք խաղային շուկան պարզաջրեցին ու բինգո անունով ծուղակից ազատեցին դպրոցականներին, համատարած փոխեցին խաղային ինդուստրիան։ Միայն հայը կարող է հայի գործին խփել, եւ դա նորմալ է մի քաղաքում, որտեղ մեծամասնությունը հայեր են, բայց արի ու տես, որ տարիներ անց հայ առաքիչը, սուպերվայզերը եւ ֆայլեքը անգործ մնացին դիսկո պարող Ջիմիի հայրենակիցների շնորհիվ։ Վերադառնանք լոտոներին։ Թիվ 69, ստոպ, շահեց 1 տոմս։ Արա էդ ինչ շահեց, վերջ ախպեր, իմ փայ լոտոյի տոմս առնողը առնվազն անթասիբա։ Հլեն ակնթարթային ջնջելունը ոչինչ, դրանով գոնե մի հատ ֆեն եմ շահել, բայց ինչա, լրիվ էշի տեղ են դնում։ Էդ ֆենի տոմսը որտեղից է իր արել, գնամ մի հատ էլ ես վերցնեմ, կարողա բախտս բերի։ Ապեր մեր կանգարի դիմացի մայթի մերուժի բուտքից, բայց արդեն փակվել է, տակ տվեց։ Բռնել մոտի եղած վաճառքի տոմսերը հերթով ջնջել էր, մնացել էր վրեն, ու դաժե մի հատ քորչայնիկ չէր շահել։ Ապեր դու էլ մի խաղա, դրա վերջը կործանումը։ Բախեն ազգին սենց դրեմ մորթում, էս ինչ ծրագիրը, ումա ձեր տալիս չեմ հասկանում, բայց որ ռսի մատը խառնա այդ հաստատ։ Բոլոր հարցերում ուրիշ տեղ փնտրեցինք մեղավորներին։ Լավ, ինչևէ, անցնենք մեր կանգարի դիմացի մայթ։ Յուրաքանչյուր փողոց 2 մայթ ունի։ Սովորաբար մեկն ավելի բանուկ է լինում, քան մյուսը։ Այսպես կոչված աշխատող մայթի եռուզեռը դիմացի մայթը սնուցող երակն է։ Կար ժամանակ մայթից մայթ անցնող հետիոտնը այսքան մեծ իրավասություններ չուներ, որ մի կոճակ սեղմելով բազմաթիվ վարորդների 60 վայրկյան սպասեցներ, չմտածելով այն մասին, որ դրանից հետո հնարավոր է այդ մարդկանց կյանքը այլ հունով ընթանա։ Սվետաֆոր լուսացույցները երկար ժամանակ գունաթափված, փակ աչքերով, անլար կանգնած ճոճվում էին։ Կամաց ոտքի կանգնեցին։ Կարմիր դեղին եւ կանաչ լույսերը նորից սկսեցին մեկը մյուսին փոխարինելով կարգավորել անցուդարձը։ Լույսերը շատացան, փողոցները ողողվեցին արտաքին գովազդի հաճախ անճաշակ վահանակներով։ Մեկը մյուսի հետևից բացվեցին ֆոտոստուդիաներ, որտեղ եւ նկարվում եւ արդեն նկարած լենտերը հանձնում էինք պրայավկայի։ Այդ նույն վայրերում սովորաբար առկա էին խորհրդային տանկ հիշեցնող քսերոքսի ապարատները, որոնք դասական մարքեթինգային կանոնի համաձայն երբեմն գործի էին դրվում մշտական հաճախորդներին անվճար մի քանի էջ A4 ֆորմատով գոհացնելու համար։ Զարգացումն ակնհայտ էր։
Բայց արդյունավետ գործունեություն ծավալելու համար ամեն քայլից առաջ ռազմավարական պլան չէին կազմում, ինչպես հիմա։ Մարքեթինգային ռազմավարական պլան, ճիշտ շոփինգ անելու ռազմավարական պլան, սիրո խոստովանություն անելու ռազմավարական պլան, արձակուրդ կազմակերպելու ռազմավարական պլան։ Այնինչ ավելի ճիշտ կլինի հանգիստ խղճով ապրելու և հայապահպանման մի անբեկանելի ռազմավարական պլան մշակենք և իրագործենք այն։